Հայաստանում աննախադեպ ներքաղաքական իրավիճակ է ստեղծված, գոյություն ունի երկբևեռ քաղաքական համակարգ, մի կողմից իշխանությունը, մյուս կողմից ռուսական շահերին հարող ԲՀԿ-ն։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը։ Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված այս իրավիճակը, որտեղ ըստ էության փորձ է արվում կարծես թե Հայաստանում հաստատել այսպիսի երկկուսակցական քաղաքական համակարգ, կարծես թե որևէ այլ հնարավորություններ չի թողում, որտեվ այս իրավիճակում երկու կողմն էլ ձգտում են մյուս բոլոր քաղաքական ուժերին դարձնել մարգինալ։ Նրա խոսքով գոյություն ունեցող քաղաքական երկու բևեռներն էլ երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում որևէ զարգացման չեն կարող հանգեցնել, այլ միայն հետընթաց։ Մեր հասարակությունն էլ բավական անտարբեր է առաջիկա սպասվող ընտրությունների վերաբերյալ նկատմամբ։ Այսինքն ըստ էության սպասվում է ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն։ ՀԱԿ նախկին ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով ներկայիս քաղաքական իրադրության մեջ ԲՀԿ-ն ներկայացնում է բացառապես Ռուսաստանի շահերը, եւ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ մեղմ դիրքորոշում չունի ներկայումս։ ԲՀԿ-ն այս խորհրդավոր լռությամբ պատրանք է ստեղծում, թե իբր ինքն է քաղաքական դաշտում որոշում կայացնող, նշեց պարոն Շահնազարյանը։ ԲՀԿ-ն իր արբանյակներով կամ առանց արբանյակների ըստ էության ներկայացնում է իրենից այն պահանջները, որը այսօր Ռուսաստանն է ներկայացնում Հայաստանի իշխանություններին։ Որոնք են այդ պահանջները։ Քաղաքական իմաստով անվերապահ պահանջն է, որպեսզի Հայաստանը մաս կազմի Եվրասիական միությանը։ Բանախոսը որևէ կուսակցության անուն չնշելով ավելացրեց նաև, որ եթե քաղաքական ուժը ներկուսակցական ժողովրդավարություն չի կարողանում հաստատել, ուրեմն իր հասարակության շրջանում դեմոկրատիա առավել եւս չի ձևավորի։ Մարգարիտ Ավանեսյան, Աշոտ Մանոյան, Սլաքի եմ։